Բարև ձեզ, սիրով։ Եվ այսպես հայ առաքելական եկեղեցուդեմ դուք տեսակ իշկեղտոտ աշամ նախաձեռնեցին իրենք երեք Միքայել Քազանը շատ ճիշտ ասած, ուրեմն հանցագործենացը պետք կլինի արդարադատության նախարարությունի թեոլ կլինի, եթե օրինակ նույն Անն Հակոբյանի հայտարարությունների մասով իրենք չեն գնում, այս կնոջ հայտարարությունները չեն զբաղվում, ես խնդրեմ ես եկեղեցուդեմ Արշավը արդյոք իրենք հիմա մի քիչ լռել են, բայց կանտարակությունը նաև որ կառավարությունում այդ հավաքը եղել է, այդ համակարգող խորհուրդը ինչ-որ ձևավորում, արդյոք իրենք հետ կկանան ես տալիս, թե կգնան ամեն դեպքում գործողությունների, հաջորդին նաև տեսնում եք տարածաշրջանի պաշտոնավետակ աշխարհը ինչ վիճակում է, Իրան-իսլամական պատերազմը, մեր վրա ինչ ազդեցություն կունենա, ինչ վտանգներ են սպառնում մեզ, հետո նաև մի քանի այլ թեմաներ են, համեցեք։ Բարի, շնորհակալ եմ։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ պիղծ արարածները, որ սկսել են մեծ ծավալով հարձակում գործել մեր եկեղեցու վրա, բնականաբար իրենք ընկնելու են այն փոսը, որը փորել են։ Արդեն շատերը նկատում են, որ 3-4 օրը սրանք որևէ այս պիղծ արարածը, այսպես կոչենք այսօրվա վարչապետի աթոռը զբաղեցրող անձին, արդեն 3-4 օրն է որևէ առավոտյան հաղորդագրություններ չի տարածում եւ կարծիք է հայտնում, որ գուցե նա հետ քայլ է անում իր ստոր վարքագծից։ Բայց համոզմունք ունեցեք, որ նման տականքը երբևէ հակահայկական իր վարքագծից ետ չի կանգնելու եւ շարունակաբար գնալու է դրան։ Եվ հիմա լռելու նշանը դա դեռևս չի նշանակում, որ նա ետ է կանգնում իր ստեղծած այս ստոր խարդավանքներից։ Հիմա արդեն շատերը խոսակցություն նախգնաց, որ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարել առանձին աղանդավորական կազմակերպությունների հետ, մասնավորապես կյանքի խոսք, Եհովայի վկաներ, ադվենտիստներ, թե 50-ականներ եւ այլն։ Բայց կյանքի խոսքի ներկայացուցիչը հայտարարություն տարածեց, որ նրանք չեն միանում իշխանությունների կողմից հայ եկեղեցու նկատմամբ նման հարձակումներին, որը կարելի ասել ինչ որտեղ հասկացել են, որ նրանք իրավունք չունեն խառնվելու իշխանությունների այս հակաեկեղեցիական, հակաազգային գործողություններին։ Բոլոր դեպքերում այս լռությունը հավատացած եղեք, որ ժամանակավոր է եւ արդեն տեղեկություններ են հրապարակվում, որ ժամանակին հայտարարել էր համակարգող խումբ ստեղծելու մասին, հիմա արդեն սկսում է կամաց-կամաց այդ խումբը ձևավորել։ Եվ ամենազավեշտալին այն էր, որ համակարգող խմբի 10 անդամները, թվականակը, եթե չեմ սխալվում, ասում են 20 եւ ավելի անձ պետք է լինի, որոնք պետք է ընտրեն իբրև թե վեհապար եւ որոնք պետք է վեյթինգ անցկացնեն, բարեվարկություն անցկացնեն անձի նկատմամբ, որը կարող է վաղը միսօրը դառնալ Հայաստանի Հանրապետության կաթողիկոս։ Դուք պատկերացնում եք այս արարածները ովքեր են լինելու, ովքեր պետք է բարեվարկություն ստուգեն եկեղեցու սպասավորի նկատմամբ։ Սա այնքանով, որքանով որ դուք մենք պատկերացնենք, թե ում հետ գործ ունենք։ Եվ հիմա այս 10 անձանց քանակը, որ նա որոշել էր ինքը հավաքագրեր, որոշել էր, որ այս անձիկ պետք է յուրաքանչյուրը կարդացած լինի Աստվածաշունչը, ամեն օր աղոթք կարդար, բարեվարկություն ունենար եւ կարեւորը կուսակրոն լիներ կամ կուսությունը ստուգեր։ Դե ոնց թե սա պետք է ոնց ստուգեր, դա արդեն թողնենք մեր լսողներին, մեր դիտողների երևակայությանը։ Եվ տեղեկություններ կան նաեւ, որ թե ովքեր կարող են ընդգրկվել այդ համակարգող խմբի կազմում։ Բնականաբար իր նման անսուրբ, անհայրենիք, ես կասեի ոչ թե մանկապիղծ, այլ ազգապիղծ արարածներ կարող են ընդգրկվել այդ համակարգող խորհրդում, որոնք կփորձեն կհամարձակվեն քննարկել վեհապարի ընտրության հարց։ Ես ասել եմ եւ կրկնում եմ, սրանք ոչ միայն անսուրբ եւ անհայրենիք ստահակներ են, այլ ազգապիղծ ժողովուրդ են, այս անձիկ, որոնք գրավել են այսօրվա իշխանությունը։ Եվ հետեւաբար սրանց հետ կապված, որ փորձել արտահայտվել, որ գուցե սանձենք եկեղեցու նկատմամբ սրանց հարձակումները, բանակցությունների, քննարկումների ձևաչափով համոզված եղեք, որ հնարավոր չէ։ Սա իրականացնում է ամբողջությամբ Ալիևի, Ադրբեջանի պահանջները, իրականացնում է Էրդողանի հանձնարարականները։ Հետևաբար մինչև վերջ գնալու է Փաշիզադեի հայտարարությունից հետո դա պետք է նկատել ինչպեսի սինխրոն ձևով հարձակվեց մեր եկեղեցու վրա, չուլաններ անվանելով եւ այլն եւ այլն։ Չկրկնեմ այս հրպապիղծների, ազգապիղծների բառապաշարը։
Եվ այդ համակարգող խմբում կարծում եմ հնարավոր է որ տեղ ունենա, ասենք, բազմաթիվ գիտությունների խորացված մասնագետ, աստղաբան, ֆիզիկոս, գուցե նաև գինեկոլոգ, եւ վերջապես ատամնաբույժ կարող է եւ այդպեսին հանդիսանալ Դանիել Եղունեսյանը։ Պատկերացրեք, նա պետք է վեյթինգ անցկացնի, կամ ասենք ջրի մեջ բասեինում հակառուսական միտինգ անող Սակունցը, Եգորյան կա փաստաբան դա, որոնք նաև ընդգրկված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում։ Սիրելի հայրենակիցներ, պատկերացրեք ինչպիսի ցածր մակարդակի վրա են իջեցրել, որոնք կարող են քննարկել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, փոփոխելու կամ նորոգրելու հարցը, որոնք պետք է նախաձեռնեն Հայաստանում վեհապար փոխելու հարցը։ Հայաստանի եկեղեցու դեմ այս արշավը ես համարել եմ ոչ թե պայքար այս ոհմակի դեմ, այլ սա նշանակում է հայրենական պայքար, հայրենական պատերազմ որպես հայրենական պատերազմ այս ոհմակի դեմ, որովհետև հայոց եկեղեցու դեմ պայքարը դա նշանակում է պայքար հայոց ինքնության դեմ, հայ ազգի տեսակի դեմ։ Դարերով շարունակ հայապահպան գործունեություն իրականացրող մեր եկեղեցու դեմ, դարեր շարունակ պետություն չունենալով հանդերձ ազգապահպան գործունեությունը իրականացրել է եկեղեցին, եւ հիմա սրանք համարձակվում են եկեղեցու դեմ արշավ սկսել։ Հավատացած եղեք, այդ փոսը, որ փորում եք, դուք ընկնելու եք մեջ եւ դուրս գալու որևէ շանս չեք ունենալու։ Կարծեմ 3 թե առաջ օրը նաեւ նախաձեռնվել էր եկեղեցի պետություն փոխհարաբերությունների հետ կապված քննարկում, բավականին լուրջ մասնագետներ էին մասնակցում, որպես իրավաբաններ, եւ քննարկմանը մասնակցում էին նաեւ սրբազան հայրեր, Արշակ Սրբազանը, Միքայել Սրբազանը, որը կոնկրետ նշեցին եկեղեցու դերն ու նշանակությունը եւ պետությունը որպես այդպեսին, որ չպետք է խառնվի եկեղեցու գործերի հետ։ Սահմանադրությամբ նախատեսված է, որ եկեղեցին անջատ է պետությունից եւ սահմանադրությամբ ամրագրված է եկեղեցու բացառիկ դերը։ Հետեւաբար այս արշավի արդյունքներից մեկն էլ լինելու է, որ սահմանադրությունից դուրս են բերելու եկեղեցու որպես բացառիկ դեր ունենալու հանգամանքը։ Սա այն շարունակությունն է, որ սահմանադրությունից դուրս են բերում հռչակագիրը, դուրս են բերում մեր զինանիշանի վրա եղած ատրիբուտները, հատկապես Մասի սարը։ Եվ արդեն օրդներկել փոխեցին։ Սրանք ամեն ինչ հայկական է, ոչնչացնելու են։ Հետևաբար վերջին մնացած կայուն կառույցը, ինստիտուցիոնալ համակարգը, որ մնացել էր Հայաստանում, եկեղեցին, այս վերջի հարձակումը իրականացում են եկեղեցու վրա, որպեսզի հայի կամային հատկանիշը, հայի միաբանությունը վերջնական այդ ամրոցը կոտրեն։ Իսկ այդպիսի ամրոց սրանք հաստատապես չեն կարողանալու գերավել։ Նաև կարևոր ենք համարում, որ Միքայել Սրբազանը, եթե չեմ սխալվում, եւ ճիշտ հայտարարություն կատարեց, հատկապես այս պիղծ արարածի կնոջ կողմից հրապարակած տեղեկությունը, չեմ անդրադառնում վարչապետի աթոռը զբաղեցնողի հայհոյանքներին, որը կոնկրետ խուլիգանության հատկանիշ է պարունակում։ Բազմաթիվ մեր ընդդիմադիր գործիչների հրապարակային եթերներով հայհոյանք հղելու Նիկոլ Փաշինյանի հասցեին, նրանց վերաբերյալ հարուցեցին քրեական վարույթ, խուլիգանության հատկանիշների երկրորդ մասով, հատկապես մասսայական լրատվական միջոցների միջոցով հայհոյանքներ տարածելու։ Հիմա այս ազգապիղծ արարածը մասսայական հրապարակումներում եթերներով հայհոյանք է ուղղել սրբազաններից մեկի վերաբերյալ, բնականաբար անհասցե։ Եվ սա կոնկրետ պետք է արժանանա իրավական գնահատականի։ Եվ բնականաբար իրավական գնահատականի պետք է արժանանա Նիկոլ Փաշինյանի կին կոչված զուգընկերոջ հայտարարությունը սրբազաններին կամ եկեղեցուն որպես մանկապիղծ հայտարարելը։ Յուրաքանչյուր հայ իր մանկան նկատմամբ ունի սրբության զգացում։ Եվ բոլորը հասկանում են, որ մանկապղծությունը շատ առանձնապես ծանր հանցագործություն է։ Ես որպես իրավաբան բազմիցս ասել եմ եւ առիթից օգտվելով կրկնում եմ, մանկապղծությունը ավելի ծանր, առանձնապես ծանր հանցագործություն եմ համարել միշտ քան մարդասպանությունը։ Որովհետեւ մանկապղծության մանուկի ու հոգին ով մարմինն են պղծում եւ այս։ Փորձում են սրբազանների վրա ուղղել իրենց իսկ վարքագիծը։
Բորիս Մուրազին առիթ է ունեցել հստակ կոնկրետ անձանցով նշելով, թե ինչպիսի մանկապիղծների հետ են ունեցել սրանք մտերմական շփումներ, որոնց պատասխանը դեռևս չհնչեց։ Հետևաբար, եթե չի հնչում, դա բնական է եւ իրականություն է, եւ Մուրազին փաստական տեղեկություններ հրապարակեց այդ առումով։ Բոլոր դեպքերում եկեղեցու նկատմամբ այս հարձակումները սկսել են դեռևս վաղուց, բայց միևնույն է արդյունքի չեն հասնելու։ Նոր Հայաստան, նոր վեհապար, վեհարանը գրավելով, դպրոցներից եկեղեցու պատմությունը հանելով, բանակից եկեղեցու ծառայությունը դուրս բերելով, եկեղեցիականների առանձին անձանց նկատմամբ այս հարձակումներով որևէ արդյունքի չեն հասնելու։ Հայի միջից չես կարող դուրս բերել իր եկեղեցու նկատմամբ, իր կրոնի նկատմամբ պաշտմունքը։ Հակառակ դեպքում, եթե հայից դուրս բերես մեր սրբազան եկեղեցին, մեր կրոնը, նա դադարում է հայ լինելուց։ Իսկ Նիկոլ Փաշինյանի եւ իր ոմակի նպատակը վերջնականապես հային իր երկրից դուրս բերելն է, հայի ոչնչացումն է, որը լիարժեք իրականացնում է Էրդողանի եւ Ալիևի հանձնարարությունները։ Եվ այս ֆոնի վրա տեսեք, աշխարհը եռում է երման կասայի նման, մեր հարևան երկիրը պատերազմ է մղում Իսրայելի դեմ, եւ ազգակործան պատուհասը զբոսնում է Չեխիայում, զբոսնում է Արտաշատի տարածքում, կրթությունը նորաձև է ինչ-որ այլանդակ բանախոսություններով, այլանդակ, գնում են դալիչները մի կերպ լցում, իրենց թիմակիցներով, Երևանից են տանում, համայնքապետարանի աշխատակիցներին, լցնում են մարդկանց, ստիպում են ծափահարել իրենց։ Եվ այստեղ հանրապետության բազմաթիվ շրջաններում կրթությունը նորաձև է, շրջագայություն են իրականացնում։ Եվ ազգային ժողովում հարց են տալիս, թե վերջին հաշվով այս աղջնակ, այս կինը, որ հայտնի չի իր տեսակով ինչպիսի ցեղախմբի է պատկանում, վերջին հաշվով լիցենզիա ունի կրթություն իրականացնելու։ Հարց են տալիս, վերջին հաշվով բազմաթիվ շրջաններում կրթությունը նորաձև է, ինչ գումարների միջոցով եք դա իրականացնում, ինչպիսի ծախսեր են իրականացվում։ Ճանապարհներին, դուք տեսեք ինչպիսի խայտարակություն է տեղի ունենում, ժամերով ճանապարհները փակում են։ Դա պետական գաղտնիք են համարում, բնականաբար։ Պետական գաղտնիք, որպեսզի հրապարակում չլինի, բայց բազմամիլիոնանոց դրամներ են օգտագործում, դա հայտնի է։ Միջ քաղաքային ճանապարհները ինչպիսի աննորմալ վիճակում են հայտնվում սրանց շարասյունը երթևեկելու ժամանակ։ Վերջին դեպքը հիշեք նաև, վթար տեղի ունեցավ, պարեկային աշխատողներ վնասված ստացան։ Ճանապարհը աննորմալ, անբարոյական, կարելի ասել մարդատյաց ձևով ճանապարհները փակելու։ Չէ՞ որ նման վարկագիծ դրսևորելով ցույց են տալի, որ առամարում են քաղաքացում։ Մարդկանց ժամերով կանգնեցնում են փողոցում, ինչ է այս սրիկաները պետք է անցնեն ճանապարհով։ Եվ հետո հարցնում են, թե ինչպիսի գումարներ են ծախսվում։ Հազարավոր ոստիկաններ են ուղղում այդ ծառայությունները իրականացնելու համար։ Ոստիկանական շարասյունը կանգնում է ամբողջ ճանապարհով մինչև Արտաշատ, մինչև Սյունիք։ Բոլոր խաչմերուկներում կանգնում են։ Սա նշանակում է այդ մարդկանց ծառայությունից կտրել, տանել այլ աշխատանքի, որը նրանց անմիջական պարտականությունների հետ կապ չունի։ Անվտանգության ինչպիսի համակարգ է ստեղծել այս վախկոտ ողորմելին։ Ես միշտ ասում եմ, Արնետին, եթե մղես պատի անկյուն, նա կծոթի բոլորին։ Այս վիճակում է հասել այս տահակը։ Վախից նա արդեն ամեն օր, նույնիսկ կարելի ասել ննջասենյակում իր մարդիկ է կանգնեցնում, պահակներ, իր թիկնապաներին է կանգնեցնում, վախենալով ամեն մի շարժումից։ Դուք տեսեք ինչպիսի ստորություն եղավ նաև Արամ Հովհաննիսյանի նկատմամբ, որը սրանց համար բավականին ծառայություններ էր մատուցում։ Ստորություն նկատի ունեմ, ստոր մարդու նկատմամբ ստորություններ են իրականացում։ Խոսքը նրանում է, որ հիմա Արամ Հովհաննիսյանին փոխել են Արամ Ղազարյան տեսակով, ԿՊԱ-ական նախին սուբյեկտ, նախինում մարզպետ աշխատած։ Եվ հիմա այս անձը փոխարինելով Արամ Հովհաննիսյանին, միշտ հիշեք, հաջորդ ավելի ստոր ու ավելի ստահակ է լինելու։ Եվ սրա նշանակումից հետո տեսեք ինչ տեղի ունեցավ Քասախում։ Մարդիկ դուրս են եկել, տրանսպորտային միջոցի լուրջ խնդիրներ ունեն, հաշմանդամներ ունեն, որ չեն կարողանում տուն հասնել, ուսանողներ ունեն, որոնք ժամանակին դասի կամ տուն չեն կարողանում հասնել,
Ընդհանրապես փողոցը փակելու փորձ անելու ժամանակ լրագրողի հարցին այդ ոստիկանը, որը մարդկային կերպար իսկ չուներ, հարվածում է լրագրողին, աղջիկ լրագրողին, եւ հետո հրապարակում են, թե նա ազատվեց աշխատանքից։ Նա ոչ թե պետք է ազատվեր աշխատանքից, այլ անմիջապես լրագրողի գործունեությանը խոչընդոտելու արդյունքում քրեական վարույթ հարուցվեր եւ ձերբակալվեր։ Աշխատանքից ազատվել է, տեսեք ժողովրդին ինչպիսի լավություն են անում։ Եվ ինչպես ասեցի, աշխարհը եռում է այս տաղակները բացարձակ, որևէ քայլ չեն անում երկրի անվտանգության վիճակը բարձրացնելու կամ ապահովելու առումով։ Շրջագայում են Հայաստանով կամ Եվրոպայով։ Դուք տեսեք այսօր Հայաստանը գտնվում է լիարժեք ցամաքային շրջափակման մեջ։ Վրաստանի հետ ունեն կարծես թե բարեկամական դաշնակցային փոխհարաբերություն։ Ավելի քան 1 ամիս ու կես, 2 ամիս մեքենաները, բեռնատարների մի մասը կանգնած է Վրաստան-Հայաստան սահմանին, մի մասը Վրաստան-Ռուսաստան սահմանին։ Դուք տեսեք այն դեպքում, երբ այդ կոնյակը, որ տեղափոխվում էր բեռնատարներով, Վրաստանում չէր իրացվելու, բայց Վրաստանի սահմանամաքսային ծառայությունները կանգնեցրել եւ թույլ չեն տալի։ Եվ պետական այրերից որևէ մեկը որևէ adekvat պատասխան չի կարողանում տալ։ Մարդիկ միլիոնավոր դրամների վնաս են կրում։ Եվ հիմա նույն իրավիճակը Իրանի հետ կապված։ Արդեն բազմաթիվ տասնյակ, գուցե արդեն հարյուրավոր մեքենաներ, բեռնատարներ երկու կողմում կանգնած են։ Փոխադարձ երթևեկությունը արգելված է։ Մարդիկ բազմաթիվ բիզնես իրականացնող անձիկ միլիոնավոր դրամների վնաս են կրում։ Ով է պատասխան տալու սրանց համար։ 2-3 օր առաջ երկիրը տորնադոյի տակ էր հայտնվել։ Ապարանի հատվածում, Գյումրուի հատվածում մարդկանց տանիքներ էր քամին քշել տարել, ցանկատարածություններ էր ոչնչացվել։ Մեկը մտածում է դրա մասին։ Արդեն տեղեկություններ են հրապարակվում, որ ծիրանով բեռնված բեռնատարները եւս 10 օր ավելի կանգնած են։ Բոլորը հասկանում եք, ծիրանով բեռնված բեռնատարը 2-3 օր եթե կանգնի հանկարծ, այդ ապրանքը, այդ բերքը արդեն պիտանի չի լինելու իրացման համար։ Հանրապետության մեր ազգաբնակչությունը վերջին հաշվով պետք է հասկանա, որ այս իշխանությունը թքած ունի ժողովրդի վրա, թքած ունի նրա ապրելակերպի վրա, նրա հոգսերի վրա։ Եվ կարծես թե մեր առանձին համայնքների բնակիչներ հույս են դեռևս ունենում, որ կարող է պետությունը ինչ-որ հարցում նրանց օգնի։ Պետությունը ոչնչով չի օգնելու ձեզ։ Հակառակը պետությունը հարկային տերորի միջոցով ձեր վերջի կոպեկն է տալու։ Վերջապես պետք է հասկանաք։ Եվ հիմա Իրանում եւ Իսրայելի միջև տեղի ունեցող այս պատերազմը բնականաբար բոլոր վերլուծաբանների կողմից նշվում է, որ սա Հայաստանի անվտանգության առումով լուրջ խնդիրներ առաջացնելու։ Իրանը վերջին հաշվով այս ժամանակահատվածում Հայաստանի համար գտնվում էր բարեկամական հարաբերությունների մեջ։ Եվ Իրանի համար Սյունիքը որպես այդպիսին, Սյունիքի միջանցք կոչվածը, որ Ալիևը մինչև այսօր բղավում եւ կոկորտ է պատրում, այդ մասին բազմիցս նաեւ ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, Իրանի համար դա կարմիր գիծ է։ Եվ նույնիսկ Էրդողանը ժամանակին հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի հարցը Հայաստանի հետ քննարկելու անհրաժեշտություն չկա։ Այդ հարցի դեմ միայն որպես այդպեսին կանգնած է Իրանը։ Այսինքն Հայաստանը եւս նրանց համար էական նշանակություն ունի եւ Զանգեզուրի միջանցքի խնդիրը կախված էր հենց Իրանից։ Եվ հիմա Իրանը գտնվում է պատերազմի մեջ, բառի բուն իմաստով Իսրայելի հետ։ Այս առումով մի բան ես կցանկանայի, որ շատ վերլուծաբաններ չեն նկատել կամ ժամանակին ասել են, գուցե ես չեմ լսել։ Տեսեք, դիվանագիտության ինչպիսի ստորության իրավիճակում է հայտնվել Իրանը։ Երբ որ ասում են դիվանագիտությունը ինչ որտեղ անբարոյականություն է, ապա այս դեպքը կարելի է համարել հենց դիվանագիտության, քաղաքականության, անբարոյականության ամենակարևոր օղակներից մեկը։ Արդեն 10-20 օր եւ ավել քննարկվում է Իրան-ամերիկյան բանակցություններ միջուկային զենքի հետ կապված, ուրանի հարստացման հետ կապված, եւ այդ քննարկումներն ու բանակցությունները դեռևս շարունակվում են, դեռևս ընթացքի մեջ են, եւ Իսրայելը հարձակվում է Իրանի վրա։
Այդ մասին տեղյակ է լինում, նույնիսկ նույն ինքն է հայտարարել Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը, մեկ շաբաթ առաջ։ Այսինքն նույն Թրամփը, որ կազմակերպում էր Իրանի հետ բանակցություններ, ատոմային միջուկային զենքի հետ կապված բանակցությունները, քննարկման հենց ընթացքում Իսրայելը հարձակվում է։ Եվ հարձակվում է ավելի քան 200 ինքնաթիռներով, խոցելով Իրանի գրեթե 100 առանձին օբյեկտներ։ Սա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները այս բանակցություններով թույլատրեց Իրանի զգոնությունը։ Հենց դա էլ նշանակում է եւ հիմա նույն Եվրոպան, նույն Միացյալ Նահանգները ի պաշտպանություն են կանգնել Իսրայելին։ Դուք տեսեք, արդեն գրեթե 1 տարի է Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայի հատվածում պաղեստինների նկատմամբ։ Հարցը քննարկվեց նույնիսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Բառի բուն իմաստով ցեղասպանություն, տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, տասնյակ հազարավոր երեխաներ ու կանայք։ Աշխարհը լռում է։ Նույն Իսրայելը հարձակում գործեց Լիբանանի վրա։ Իբրև թե ահաբեկչական խմբերին հարվածելու, բայց հարվածում էր բնակավայրերին։ Աշխարհը լռեց, նույն Միացյալ Նահանգների թողտվությամբ եւ աջակցությամբ։ Նույն Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ, ես կասեի, նաեւ աջակցությամբ։ Այնուհետև հիմա արձակվեց, այնուհետև սիրիական այս պատերազմի ընթացքում, որը ամբողջությամբ Թուրքիայի նախաձեռնությամբ իրականացվեց, այս Սիրիայում եւս ռմբակոծություններ անում իր տարածքային սահմանները ամրապնդելու եւ մեծացնելու առումով։ Եվ հիմա Իրանի նկատմամբ։ Դուք տեսեք այս կարելի ասել քաղցկեղային խոցը ինչպիսի գործողություններ է կատարում միջին ասիական հատվածներում, Մերձավոր Արևելքում։ Սա տեղով պայթյունավտանգ տակառ է, որ գործում է ամբողջ հարավային միջին ասիական հատվածում, Փոքր Ասիայում։ Եվ այս ռումբը, որ ամեն օր կարող է պայթել, կարող է առաջացնել նաև արդեն համաշխարհային պատերազմի։ Չէ՞ որ ավելի քան 200 միջուկային մարտագլխիկներ է տիրապետում։ Եվ հավատացեք, եթե Իրանը մի փոքր ավելի խստացնի իր հարձակումները եւ այս պատերազմի ընթացքում մի փոքր առավելություններ ունենա, չկասկածեք, որ Իսրայելը նաեւ միջուկային զենք կկիրառի, առանց հարցնելու նույնիսկ Ամերիկային կամ Եվրոպային։ Եվ հիմա այս ֆոնի վրա իրապես Հայաստանի վիճակը առանձնապես ծանր է։ Եվ շատ վերլուծաբաններ նույնիսկ կարծիք են հայտնում, որ Ադրբեջանը նույնիսկ կարող է օգտվել այս իրավիճակից։ Նկատենք, որ այս պահին եւս Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են իրականացվում։ Հնարավոր է նաեւ, որ այսպիսի իրավիճակից օգտվելով Ադրբեջանը Նախիջևանի եւ Ադրբեջանի կողմից փորձի հարձակումներ գործել մեր տարածքների նկատմամբ։ Բայց գուցե սրանք կարող են իրականացնել առավել փափուկ ուժի գործադրման միջոցով։ Դուք տեսեք Իրանում ռմբակոծությունների արդյունքում բազմաթիվ փախստականներ են դուրս գալիս Իրանից։ Շատ դեպքերում ճանապարհը բերելու է դեպի հյուսիս, դեպի Հայաստանի սահման։ Սրան զուգահեռ նկատեք, որ Իրանի հյուսային հատվածում Ատրպատականի տարածքում, որոնք ադրբեջանցիներով են բնակեցված, լուրջ քաղաքական գործունեություն են իրականացնում անկախանալու համար։ Այս անձիկ վաղը միսօրը, որ իբրև թե փախստականի կարգավիճակով Իրանից ներթափանցեն Հայաստան եւ փորձեն Սյունիքով անցնել Ադրբեջան կամ Նախիջևան։ Դուք ինչ եք պատկերացնում, նրանք ամբողջությամբ կգնան Ադրբեջան, թե չէ։ Կտեղափոխվեն Ադրբեջան, կտեղափոխվեն կամ Նախիջևան։ Այդ բազմահազարանոց մասսան կարող է նույն կերպ տեղափոխվելով Հայաստան փակել Սյունիքի հատվածը։ Սա կանխատեսելի գործողություն է։ Եվ որը իրականացնում են։ Հիմա ադրբեջանական այս ոհմակը Իրանում որ գործում է, աշխատում են որպես արդեն անջատողական լուրջ քաղաքականության ուղղությամբ, եւ այդ անջատողականությունը տանում են նրան անկախանալու Իրանից։ Այս հարցության վրա ժամանակին մեր շատ ընկերներ խոսել են, որ եւ Հայաստանը եւ Իրանը դեռևս 44 օրյա պատերազմի կամ նույնիսկ Արցախյան պատերազմի սկզբից որևէ գործողություն, կարելի ասել մատը մատին չտվեցին Ադրբեջանում ազգամիջյան լուրջ խեղճությունները ակտիվացնելու, այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու առումով։
Նույն Ադրբեջանում այսօր ցեղասպանություն իրականացվեց դեռևս 90-ական թվականներից եւ մինչով այսօր իրականացվում է թալիշների, լեզգիների նկատմամբ, ավարների նկատմամբ։ Այդ ժողովուրդը արդեն ցեղասպանվել է։ Լեզգիները հանդիսանում են կովկասյան ալբանացիների իրավահաջորդ։ Եվ սրանք ադրբեջանցիներ արդեն իրենց են համարում։ Մարտահամարի ժամանակ այս ազգություններին ստիպողաբար գրում էին ադրբեջանցիներ։ Ադրբեջանցի ձևակերպումը դեռևս պետք է հիշեք, որ Ստալինը ընդամենը կովկասյան թաթարներին վերանվանեց ադրբեջանցի 36 թվականին։ Եվ ժամանակին, որ նույն Իրանը, որ պետք է նկատել, որ թալիշները իրենց ազգային պատկանելությամբ հանդիսանում են իրանական ազգության պատկանող ժողովուրդ։ Որևէ քայլ չարեց 90-ականներին իր ազգային այդ փոքրամասնության Ադրբեջանում պաշտպանելու։ Եվ հիմա տեսեք, Թուրքիան, Ադրբեջանը ինչպիսի աջակցություն են ցույց տալիս այսօր Իրանի տարածքում իբրև թե ադրբեջանցի գտնվող այդ ժողովրդին, որոնք անջատողական իրենց քաղաքականությամբ ինքնավարություն են պահանջում։ Այս ամբողջը ժամանակին գնահատական չտրվեց ամբողջին։ Եվ հիմա Հայաստանը կանգնած է արդեն կորսանման եզրին ամբողջությամբ։ Գտնվում ենք ցամաքային բլոկադայի մեջ ամբողջությամբ։ Եվ Իրանից ներթափանցող այս ուժերը, այս կարելի ասել գաղթականներ կոչվել, թեկուզ կոչելով, բազմահազարներով ներթափանցելու են Հայաստան եւ Հայաստանի իշխանությունը, մաքսային կամ սահմանապատասխանությունը որևէ քայլ չի անելու կանխելու այս գործողությունները։ Սա արդեն ոչ միայն ազգային, այլ պետության կորսանման եզրին են կանգնած։ Գիտեք, նախ աշխարհի ստորությունը, երկակի ստանդարտը վաղուց արդեն հայտնի է։ Մի պարզ փաստարկ Իսրայելը ռմբակոծում է Իրանին, ինչպես ասեցի, 200 ինքնաթիռ է ներթափանցում Իրանի օդային տարածք, խոցում են 100 եւ ավելի օբյեկտներ, սպանում ռազմաքաղաքական ղեկավարությանը, գիտնականների, միջուկային գծով գիտնականների, Եվրոպան, Անգլիան, Միացյալ Նահանգները կոչ են անում զսպվածության։ Նույնիսկ Միացյալ Նահանգները հայտարարում է, եթե Իրանը հարվածի Իսրայելին, ապա դա լուրջ խնդիր կունենա, Իրանը լուրջ խնդիր կունենա։ Դուք պատկերացնում եք, ինքնապաշտպանության իմաստով Իրանը պետք է գործողություն անի, Եվրոպան եւ Միացյալ Նահանգները պահանջում են որևէ քայլ չանել։ Այսինքն քեզ հարվածում են, դու լրիվ որևէ քայլ մի արա։ Իսրայելը այսօր Ամերիկայի աջակցությամբ է գործում։ Տեսեք, Միացյալ Նահանգները նաև միջերկրական ծով մեծ նավատորմ է կուտակել։ Եվ նույնիսկ վտանգ է սպառնում, որ կարող է նույնիսկ Միացյալ Նահանգները հարվածել Իրանին։ Բայց վերլուծաբանների շատերը կասկած են հայտնում Ամերիկայի անմիջական մասնակցությունը այս պատերազմին, հաշվի առնենք նաև, որ Իրանին իր աջակցությունն է հայտնել եւ Ռուսաստանը, եւ Չինաստանը, առավել եւս իր լիարժեք աջակցությունն է հայտնել Պակիստանը, որը նաև միջուկային զենքի տիրապետող պետություն է։ Այնպես որ Միացյալ Նահանգները այս հարցում պետք է կարողանա զսպվածություն որդեգրել եւ բնականաբար Իսրայելին ոչ թե նա հիմա կսանձի, այլ իր տրամադրած զենքերով կփորձի Իրանին առավել ծանր վիճակի մեջ գցելուց հետո նոր հասնել բանակցությունների։ Այո, այո։ Այս անձը իր կենսագրության մեջ մի հայտնի դրվագ ունի, եթե կենսագրությունների իհարկե ունի, դա այն է, որ 7 տարի առաջ խաղալեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամուսնուհիսը, բղավելով Քոչարյան հանրուսագործ, եւ հիմա տեսեք իրենք իրենց իշխանությունը ինչ խուլիգաններով են ուղղակի ձևավորել, ըստ կանոնավորում։ Սա եզակի դեպք չի Շենգավիթի այս թաղապետը, որովհետև ըստ հրապարակված տեղեկությունների ավելի քան 20 քրեական վարույթ կա հարուցված, ավելի քան 75-6 անձի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի եւ Երևանի համայնքներում աշխատող հանրային ծառայողների նկատմամբ։ Սա ցույց է տալիս, որ այս ողորմելի ոմակը իշխանության գալով իրենց վերջնական եւ միակ նպատակը թալանն է, լափամանին մոտիկ գտնվելը։ Ամբողջ նպատակը սա է։
Այսօր Նիկոլ Փաշինյանին ծառայողները ծառայում են ընդհանրապես հնարավորություն ունենալ լափամանին ավելի մոտ գտնվելու։ Կոռուպցիայի մասին հենց հարց են տալի Նիկոլ Փաշինյան տեսակին, Փրփուրը բերանից գոռում է, թե մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ։ Դե պայքարեք, նախկին նախարարներ, բազմաթիվ անձիկ, նախկին նախարարը այսինքն իրենց թիմակից արդեն նախկին նախարար։ Մարդուն հերոսի կոչում է տալիս, նախարար նշանակում այնուհետև կալանավորում։ Սրանք ոչ թե կադրային քաղաքականություն են իրականացնում, այլ իրականացնում են ծառաների քաղաքականություն, անձնական ծառայամետներ ունենալու քաղաքականություն, ով ավելի է բղավում Նիկոլ Փաշինյան, իրենց դրական իմաստով ճակերտավոր բարձր, հետևաբար նա ունի պաշտոն եւ տեղ։ Դուք տեսեք հիմա սրանք նաեւ նախաձեռնել են ավելի ստոր քայլերի։ Գրեթե 10 օր առաջ էր, որ Նիկոլ Փաշինյան կոչվածը, այս պիղծ արարած ազգապիղծ երևույթը ազգային ժողովում հարձակվեց ընդդիմության վրա։ Դու ով ես, որ ինչ-որ տուն ունենաս Սևանի ափին, ձեր բոլորը պետք է որ լծված լինեին ազգային անվտանգության ծառայության նկուղներում, պատվալներում իր բառով, այո։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանի օգնական, դուք պատկերացրեք հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանը ունի օգնական գլխավոր դատախազ։ Իրեն պետք է այսպես կոչել, որ Նիկոլ Փաշինյանի օգնական գլխավոր դատախազ Վարդապետյան։ Աննա, եթե չեմ սխալվում։ Այս աղջնակը ընդամենը 10 օր չանցած Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը կատարելու միտումով արդեն քրեական վարույթ է նախաձեռնել եւ եթե չեմ սխալվում այսօր մի քանի օր առաջ ներկայացրել է ազգային ժողով միջնորդություն Արծվիկ Մինասյանի եւ Սեյրան Օհանյանի անձեռամխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում իրականացնելու առումով։ Դուք տեսեք ինչպիսի ջանասիրությամբ է այս աղջիկը կատարում Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը։ Եվ հիմա ազգային ժողովում համոզված եմ, հարց կտրվի, թե ինչու հենց հիմա դուք սկսեցիք դա։ Ինչու Նիկոլ Փաշինյանի տված հանձնարարությունից հետո։ Բնականաբար հանձնարարությունը տարված էր հանրային ձևով եւ Աննա Վարդապետյան կոչված այս աղջնակը պետք է որ քրեական վարույթ իրականացներ։ Եվ ինչ է իրականացնում, ինչ է գործողության համար, որտեղ 2010-12 թվականին Սեյրան Օհանյանին տրվել է դրախտիկ համայնքում, եթե չեմ սխալվում, հողակտոր, որի վրա տուն է կառուցվել եւ ինչ-որ խախտումներով։ Եվ այդ ապօրինի հողակտորը տրվել է Արծվիկ Մինասյանի կողմից, եւ ոչ թե նրա կողմից, այլ նրա գիտությամբ, որը այդ ժամանակ եղել է բնապահպանության նախարար։ Դուք տեսեք ինչպիսի ստոր կեղծ փաստաթղթեր են դուրս բերում դարակներից։ Եվ հանրությանը փորձում են մատուցել իբրև թե պայքարում են կոռուպցիայի դեմ։ Ամենօրյա սրանց կոռուպցիան այնքան է խորացել, որ ժողովուրդը արդեն չի հասցնում։ Որպես այդպեսին թեկուզ եւ օրինակ վերջի դեպքը Շենգավիթի թաղապետի։ Սրանք այնպիսի ստորություններ են իրականացնում, որ նույնիսկ նախկին իշխանությունները իրենց 30 տարվա ընթացքում դեռևս չեն կարողացել իրականացնել եւ չեն էլ իրականացրել։ Սրանք ոչ միայն ժողովրդի բնական հարստություններն են հափշտակում, ոչ միայն բյուջեն են հափշտակում, այլև միջազգային ծրագրերով եկող գումարները եւս։ Դուք տեսեք անիվ հիմնադրամը թալանելուց հետո հիմա նոր հիմնադրամ են ստեղծել եւ այդ հիմնադրամի նախագահը նշանակել են ոչ պակաս ոչ ավել մենք գործակալ ունենք արտգործնախարար սիրելի հայրենակիցներ չմոռանաք Օմեգա Արարատ Միրզոյան գործակալ, որ ինքը չի շղթել։ Նրա կնոջը ինչ որ Բաբաջանյան ինչ չեմ էլ հիշում։ Էական չի դա։ Եվ խորհրդի անդամ իր ամուսինն է։ Հարց են տալի աղջիկ չկա շահերի բախում։ Պատասխանում են, որ ոչ։ Սրանցից օրինական որևէ գործողություն սпасել չի կարելի։ Թշնամու դեմ պետք է պայքարել բոլոր միջոցներով, ինչ որ կիրառվում է թշնամու դեմ։ Եվ հիմա քննարկում ենք սրանց հետ իրավական դաշտում քննարկումներ ունենալ։ Ինչ իրավական դաշտ։ Մանք պղծել են եւ օրենքները եւ սահմանադրությունը։ Պղծում են, փորձում են պղծել մեր եկեղեցին։ Ինչ իրավական դաշտի մասին է խոսքը։ Հետևաբար սրանց դեմ պետք է պայքարել բոլոր միջոցներով։ Փրկել Հայաստանը, վաղել Հայաստան չենք ունենա։ Ես եւս շնորհակալ եմ։